9 միլիոն դոլարից 2.5 միլիոն դոլար ֆինանսական ներդրումներ պետք է ունենա Եվրամիությունը Գյումրու պատմական շուկայի վերակառուցման ծրագրում ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսն է նախորդին IT շրջանակներում կարճ կանգառ ունեցել շուկայի տարածքում։ Վերջինիս հետաքրքրությունը հիմնականում կենտրոնացած է եղել ծրագրի բովանդակային եւ քաղաքային զարգացման նշանակության վրա։ Հանձնակատարին ավելի հետաքրքիր էր թե ինչ է եղել այս տարածքում երկրաշարժից առաջ եւ ինչ է լինելու, այսինքն մոտավորապես որտեղ են լինելու պավիլյոնները, ինչպես է լինելու դպրոցը խորհրդական, որտեղ հասկանում ենք, որ ծրագրի հիմքը կրթությունն է եւ խորհրդական դպրոցն է։ Իհարկե իր մեջ ներառում է նաեւ այս ընդհանուր էկոհամակարգը։ Այո, եւ մենք բաժանվեցինք խոստումներով, որ նորից կգանք եւ արդեն կմասնակցենք բացմանը։ Հանձնակատարի այցի ընթացքում ծրագրի պատասխանատուները ներկայացրել են ինչպես կատարված աշխատանքները, այնպես էլ առաջիկա քայլերը։ Նշվել է, որ նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս 2024 թվականի մայիսին եւ այս փուլում գտնվում է համալիր ուսումնասիրությունների փուլում։ Հասկանալի է, որ մարդիկ ուզում են տեսնեն ինչ-որ կառույցներ արդեն, ինչպես բոլորս, բայց գուցե եւ տեղակ չեն, որ ասենք հետազոտություններ են տեղի ունենում եւ այդ պատճառով էլ հիմա մենք այդ մասին խոսում ենք, որ տեղի ունենում հետազոտություններ, որի հիմքի վրա պիտի այդ կառույցները լինեն։ Սկսած երկրաֆիզիկական, ուրեմն հողի անգամ ուսումնասիրությունից մինչև արկա կառույցների ուրեմն սեյսմիկ վիճակի եւ հետազոտությունները չեն կարող ինչ-որ բան սկսել։ Լենա Կարապետյանը հիշեցնում է, նախատեսվում է Գյումրու պատմական կենտրոնում ստեղծել բազմաֆունկցիոնալ էկոհամակարգ, ներառելով միջազգային խոհարարական դպրոց, վերանորոգված սննդի շուկա եւ կոմերցիոն հատված, խանութներով, սրճարաններով ու ռեստորաններով։ Թումոյի ճարտարապետների խումբը այցելել է Գյումրի տարածք եւ արել է քարտեզագրում, հատկապես քարտեզագրումները կրպակների, թվերի, նաև իր կոնֆիգուրացիաների, նաև սեփականության տեսակների, արտադրանքի եւ այլն եւ այլն։ Դրանից հետո մեկնարկեց նաև ճարտարապետական մեծ մրցույթ, միջազգային մրցույթ, որի արդյունքում մենք ունեցանք ավելի քան 150 հայտեր ամբողջ աշխարհից։ Ժյուրին, որ կազմված էր պրոֆեսիոնալներից, ուրեմն ընտրեց 3 ֆինալիստների այդ 150 հայտերից, ովքեր եւ մասնակցեցին հենց տեղում Հայաստանում, մասնակցեցին մի քանի օրյա workshop-ի դասընթացների, ճարտարապետական դասընթացների եւ արդյունքների ամփոփումից հետո ընտրվեց Մուրադյան ստուդիոն որպես հաղթող թիմ։ Ճարտարապետական փուլից հետո մեր մոտ մեկնարկեց արդեն նախագծային փուլը։ Նախագծային փուլը իր մեջ ներառում էր լանդշաֆտային նախագիծը, ջրահեռացման եւ ոռոգման համակարգերի ուսումնասիրությունները, նաեւ անձրևաջրերի կառավարման հետ կապված ուրեմն մրցույթները, որը իհարկե արվեց մրցույթը եւ տենդերը շնորհվեց բելգիական ընկերության։ Դրանից հետո կազմակերպվեց workshop-եր դասընթացներ այդ երկու հաղթող ընկերությունների շուրջ, որպեսզի նստեին եւ մտածեին հաջորդիվ քայլերը։ Ծրագրի հեղինակներն ընդգծել են, որ նախաձեռնության առանցքում կրթությունն է, նախատեսվում է պատրաստել նոր սերնդի մասնագետներ, որոնք կնպաստեն ինչպես ծառայությունների որակի բարձրացմանը, այնպես էլ տեղական արտադրողների հետ համագործակցության խորացմանը։ Ծրագրի կատարման ժամկետները ըստ տրամաբանության երկարացվում են։ Այժմ ենթադրվում է, որ ծրագիրն ավարտին կհասնի 2027 թվականին։ Աստղիկ Խաչատրյան, Հովանիսյան, այսօր։ Աչից Աշոտաբերդի հին թաղամասն է, ձախից նոր կառուցվողը։ Պետությունը մոտ 10 միլիարդ դրամանոց այս բնակարանաշինական ծրագրով կօգնի, որ տասնամյակներով փայտաշեն տնական պայմաններում ապրողներն ունենան ամուր տանիք, երկաթբետոնե պատեր։ Ես 30 տարվա շինարար եմ ու սենց բաներ, մեկ էլ էլի կառավարական ծրագրով տեսել եմ դպրոցաշինության մեջ։ Այս կարգի հիմքեր, կոնստրուկցիաներ, համոզված եմ, որ եկուց էլ եթե մինչև 11-12 բալ երկրաշարժ էլի, այս արկասը չի փլվելու, ստեղ որևէ մեկի քիթ չի առնելու։ Աշոտաբերդի 24 բազմաբնակարան փայտյա շենքերը կառուցվեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Այստեղ ապրելու տեղ ստացավ 296 ընտանիք։ Թեև շենքերի համար նախատեսված էր 25 տարվա շահագործման ժամկետ, բայց արդեն 37 տարի բնակիչների բնակության հասցեն այդպես էլ չի փոխվել։ Նոր թաղամասի շինարարության մեկնարկը տրվեց 2024-ի օգոստոսից։ Շինարարությունը իրականացնում են 2 փուլով։ Առաջին փուլում նախատեսված է քանդել 5 գոյություն ունեցող փայտե շենքերը եւ տեղում կառուցել 8 նոր եռահարկ շենքեր։ Առաջին փուլով տուն կստանա 164 ընտանիք, եւս 144-ը երկրորդ փուլով։ Ընդհանուր թաղամասը փռվում է մոտ 17 հեկտար տարածքի վրա, կառուցապատվող ամբողջ տարածքը կբարեկարգվի։ Կանաչապատ տարածքներ, ծառեր,
զրուցարաններ, մանկական խաղարապարակներ, ֆուտբոլի դաշտ նաև։ Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսված է 28 թվականի երկրորդ կիսամյակում։ Նոր կառուցվող այս թաղամասը Ստեփանավանում արդեն էլիտար են անվանում։ Մոտեցնող ճանապարհներն ասֆալտապատվելու են, արտաքին հարդարումն անելու են ֆիբրոցեմենտե գունավոր սալերով։ Շենքերը կունենան վերելակներ։ Հայաստանում ընդունված էր մինչև 5 հարկը այն խորհրդային ժամանակ, հետո 4 հարկը դարձավ չափանիշը, որ 4 հարկ եւ ավելի պետք է ունենա վերելակ, բայց փաստորեն ստա 3 հարկ եւ վերելակ հատուկ այդ բանը թեկահարտակել ասացնում։ Բնակարանները շահագործման կհանձնվեն ներքին հարդարմամբ, կահավորված անհանգույցներով եւ խոհանոցի կահույքով։ Տարածքում կլինի ոռոգման համակարգ, թաղամասը կգազիֆիկացվի։ Առանձին ջրամատակարարման, ջրահեռացման բոլոր կոմունիկացիոն նախագծերը կան, շինարարության ընթացքում են, բոլոր աշխատանքները զուգահեռ արվում են։ Ստեփանավանի նորակառույց դպրոցի շենքը նոր կառուցվող թաղամասին կից է։ Քաղաքաշինական տարբեր ծրագրերով ստեղծվում է ներդաշնակ միջավայր։ Առաջին փուլով կառուցվող այս տներում բնակարանամուտի կենացներ կհնչեն 2026-ի աշնանը։ Ձեր ձեռքում հայտնված թղթադրամը կարող է կեղծ լինել։ Վերջերս մի տղամարդ մթերային խանութում կեղծ 20,000 դրամով գնումներ է կատարել, ինչը բացահայտվել է, իսկ նա ձերբակալվել։ Վերջինս հայտնել է, որ նշված 20,000 դրամ կեղծ թղթադրամը ձեռք է բերել on-line հարթակներից։ Ըստ օպերատիվ ամփոփագրերի, մարտի 9-ի դրությամբ այս տարի կեղծ թղթադրամներով, նաև հուշանվեր թղթադրամներով գնումներ կատարելու 11 դեպք է արձանագրվել, 9 բացահայտվել է։ Իսկ 2025 թվականին նույն կեղծ թղթադրամներով գնումներ կատարելու կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու արձանագրվել է 148 դեպք, որից բացահայտվել է 99։ Սովորաբար օրվա ավարտին գումարը հաշվելիս են վաճառողները նկատում, որ որևէ թղթադրամ մյուսներից տարբերվում է։ Հիմնականում կեղծ եւ հուշանվերային թղթադրամներ, հուշանվեր թղթադրամներ, այսպես ասած սուվենիր թղթադրամներ ձեռք են բերում on-line հարթակներից, on-line խանութ սրահներից։ Կան դեպքեր, երբ որ տելեգրամյան հատուկ ալիքների կայքեջերի միջոցով վաճառում են կեղծ թղթադրամներ։ Սուվենիր թղթադրամներ, հուշանվեր թղթադրամներ ազատ վաճառքում կան նաև սուվենիրների համար նախատեսված խանութ սրահներում։ Հիմնականում աղբյուրները ձեռք բերման սրանք են։ Ոստիկանությունից տեղեկացնում են հուշանվեր թղթադրամի վրա նշված է լինում, որ այն հուշանվեր է։ Բացի այդ, սերիական համարը հայերեն տառերով չի լինում, թղթի որակն էլ տարբերվում է, իսկ լավ պատրաստված կեղծ թղթադրամը դժվար է լինում իրականից տարբերել։ Կեղծ թղթադրամ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը, ինչպես նաև հուշանվեր թղթադրամները խարդախությամբ իրացնելը ենթադրում է պատիժ, տուգանքից մինչև ազատազրկում։ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում հրապարակված են իրական թղթադրամի պաշտպանական հատկանիշները։ Օրինակ 20,000 դրամի դեպքում ներկայացնում են թղթադրամի վրայի թափանցիկ տարը, նավի պատկերով, պաշտպանական մանրաթելերը, խոր տպագրությունը, անհատական համարանիշը եւ այլ մանրամասներ։ Լիանա Խաչատուրյան, Հովանես Քյոսեյան։ Շատ մոտ ենք մեր նպատակների կյանքի կոչմանը, դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Սակայն սոցցանցում այս գրառումից ժամեր առաջ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Իրանի հետ հրադադարի համաձայնագիր չի կնքելու, քանի որ նրա ձևակերպմամբ առավելություն ունեցող կողմը չի գնում հրադադարի։ Իրանի հրթիռային ներուժը, արձակման կայանքները, ռազմարդյունաբերական բազան, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը ոչնչացվել են։ Երբեք թույլ չենք տա, որ Իրանը նույնիսկ մոտենա միջուկային զենքին։ Հակառակ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ կարող է արագ եւ հզոր արձագանք տալ։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունն էլ գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Մենք ցանկանում ենք զրուցել նրանց հետ, բայց չկա մեկը, ում հետ կարող ենք խոսել, եւ գիտեք ինչ, դա մեզ դուր է գալիս, ասել է նախագահը։ Նա վերահաստատել է աջակցությունը եւ պաշտպանությունը Վաշինգտոնի մերձավոր արևելյան դաշնակիցներին։ Հորմուզի նեղուցն էլ պետք է պահպանվի եւ վերահսկվի անհրաժեշտության դեպքում այլ երկրների կողմից, որոնք օգտագործում են այն։ Միացյալ Նահանգները դա չի անում։ Եթե մեզ խնդրեն, կօգնենք, բայց դա անհրաժեշտ չի լինի, երբ Իրանից բխող սպառնալիքը չեզոքացվի։
Թրամփը հավելել է լավ կլիներ, որ Հորմուզի նեղուցից ամենաշատն օգտվող Չինաստանը եւ Ճապոնիան մասնակցեին նեղուցի ապաշրջափակման հնարավոր գործողությանը, որը ցանկանում է նախաձեռնել Վաշինգտոնը։ Նա բողոքել է, որ ՆԱՏՕ-ն վախենում է միանալ ԱՄՆ-ին։ Թրամփը նաեւ մեկնաբանել է տեղեկությունը, որ Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները Հորմուզի նեղուցին սպառնացող իրանական թիրախներին հարվածելու համար։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Լոնդոնը դեռ վաղուց պետք է նման որոշում կայացներ։ Հրադադարի հավանականությունը մեկնաբանել են Թեհրանից։ Հանդես ենք գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական, համապարփակ եւ վերջնական ավարտի օգտին։ Մի քանի երկիր փորձում է այդ հարցում հանդես գալ որպես միջնորդ։ Թեհրանը բաց է ցանկացած նախաձեռնության համար եւ պատրաստ է դիտարկել առաջարկները։ Չնայած շարունակվող դիվանագիտական ջանքերին, Միացյալ Նահանգները դեռևս պատրաստակամություն չի ցուցաբերել իրական կարգավորման համար։ Նա շեշտել է, Վաշինգտոնն ասում է, թե հաղթում է, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցը փակելու համար Իրանին ներկայացվող մեղադրանքներին Արաքչին հայտարարել է, այն փակ չէ նավագնացության համար, որոշ երկրների նավեր Թեհրանի թույլտվությամբ անցնում են նեղուցով։ Իրանական կողմը Տոկիոյի հետ վերջին շփումներից հետո պատրաստ է ապահովել նաև ճապոնական նավերի անվտանգ անցումը։ Դիվանագետը պարզաբանել է, որ անցման սահմանափակումը տարածվում է միայն այն նավերի վրա, որոնք պատկանում են Իրանի վրա հարձակումներին մասնակցող երկրներին։ Հատկանշական է, որ Հորմուզի նեղուցի սահմանափակման եւ տարածաշրջանի նավթագազային օբյեկտների թիրախավորման հետևանքով աշխարհում հասունացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին Միացյալ Նահանգները որոշում է կայացրել ժամանակավորապես չեղարկել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները թույլատրել է իրանական այն նավթի եւ նավթամթերքի տեղափոխումը, որն արդեն բեռնված է նավերի վրա։ Այս նավթը նախատեսված էր ցածր գներով վաճառել Չինաստանին։ Պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա դրան մուտք գործել համաշխարհային շուկա։ Խոսքը մոտավորապես 140 միլիոն բարելի մասին է։ Իրանական նավթի մատակարարումների լիցենզիան ուժի մեջ կլինի 1 ամիս։ Վաշինգտոնը ժամանակավորապես թույլատրել է նաև ռուսական նավթի նկատմամբ գործող պատժամիջոցները նավթի գների աճը կանխելու համար։ Էներգետիկ ճգնաժամը հատկապես սուր է զգացվում Մերձավոր Արևելքում։ Reuters-ը գրում է, որ վերջին ժամերին Իրաքը ֆորս-մաժորային իրավիճակ է հայտարարել արտասահմանյան ընկերությունների կողմից շահագործվող բոլոր նավթահանքերում։ Նշվում է, որ ռազմական գործողությունները խաթարել են Հորմուզի նեղուցով նավագնացությունը, ինչի հետևանքով Իրաքից նավթի արտահանումն արգելափակվել է։ Հրադադարի մասին խոսակցությունների ֆոնին Իրանը եւ Իսրայելը ամերիկյան ուժերը շարունակում են փոխադարձ հարվածները, կրկին թիրախավորվել են Թեհրանը, Թավրիզը եւ այլ բնակավայրեր։ Ըստ տեղական ԶԼՄ-ների մայրաքաղաքում զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ։ Իրանական ուժերն էլ հարվածել են Իսրայելի տարածքին։ Տեղեկություններ կան, որ Երուսաղեմում հայկական թաղամասից ոչ հեռու հրթիռի բեկոր է ընկել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Թեհրանը նաև նախազգուշացրել է, որ կարող է հարվածել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող օբյեկտների, հորդորելով Ռաս Ալ Խայմա քաղաքի բնակիչներին տարհանվել։ Պայթյուններ են որոտացել Սաուդյան Արաբիայում, Բաղդադում ամերիկյան բազա է հրթիռակոծվել։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները Լիբանանում։ Դիանա Գասպարյան, Ավարտին են հասցվել Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի բեմի հիմնանորոգման աշխատանքները։ Սևան համայնքի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության արդյունավետ համագործակցության եւս մեկ տեսանելի ծրագրի արդյունքում մշակույթի պալատի դահլիճը հանդիսատեսին, հյուրերին, այցելուներին ներկայանալու է նոր շնչով եւ հանդերձանքով։ Այս նախաձեռնությունն իրողություն է դարձել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային Կովկասում ծրագրի շրջանակում GIZ-ի կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ եւ Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։ GIZ-ը համագործակցում է տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հանրային ոլորտի նորարարության օբսերվատորիայի հետ Հայաստանում քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծումը խթանելու նպատակով։ Դեռևս 2024 թվականից Սևան համայնքի ներկայացուցիչները, ի թիվս 10 համայնքի ներկայացուցիչների, մասնակցել են աշխատաժողովներին, որոնց ընթացքում ծանոթացել են համապատասխան մեթոդաբանությանը, իրենց համայնքներում առկա մարտահրավերների ուղղությամբ համատեղ աշխատելու համար։ Աշխատաժողովների ընթացքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները օգնել են եւ նպաստել տեղային հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքներին, ուղղված բնակչության կարիքներին ավելի լավ արձագանքմանը եւ տեղական ծառայությունների որակի բարելավմանը։ Հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքների առաջին արդյունքը մշակույթի պալատի բեմի վերանորոգումն է, կահավորումը, տեխնիկական վերազինումը, որը նոր շունչ ու բովանդակություն է հաղորդելու Սևան համայնքի մշակութային կյանքին, միաժամանակ ավելացնելու է համայնքապահպան ծրագրերի ցանկը։
Սուրեն Բարսեղյան, Արմենուհի Ղուկասյան, Գնել Վանեսյան, Միավորված ազգերի կազմակերպությունը նպատակ ունենալով բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը 1992 թվականից որոշեց մարտի 22-ը նշել որպես ջրային պաշարների համաշխարհային օր, այս կերպ ուշադրություն հրավիրելով ջրի սակավության խնդիրներին եւ նպաստելով դրա խնայողությանը։ Հայաստանում ջրի պաշարների 70-ից 80%-ը օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։ Կլիմայի գլոբալ փոփոխությունների կենարար հեղուկը ոչ խնայողաբար օգտագործելու հետևանքով այսօր ամբողջ աշխարհում կենսական նշանակության ռեսուրսի պահպանման խնդիր է առաջացել։ Հայաստանի ջրային կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով մարդիկ պետք է փոխեն վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվող ջրային ռեսուրսը, ջրային պաշարը անբարելու, կուտակելու, ապա այդ ռեսուրսը խնայողաբար եւ ճիշտ օգտագործելու համար։ Ուսումնասիրվում են հնարավոր բոլոր վայրերում, բոլոր ջրաղբյուրների ներքո ջրամբարների կառուցման ծրագիր, որի միակ հնարավոր լուծումն է հանրապետությունում ձևավորվող ջուրը հանրապետությունում պահելը։ Ջրի արդյունավետ կառավարման նպատակով Հայաստանում ժամանակին կառուցվեցին Նախուրյանի, Ապարանի, Սպանդարյանի եւ Կեչուտի ջրամբարները։ Մեր երկիրը այժմ փորձում է այդ գործընթացը դարձնել առավել արդյունավետ, օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ, նշում են ջրային կոմիտեից։ Խորհրդային ժամանակաշրջանից հետո ազգաբնակչությանը փոքր կտորներով բաժանելուց հետո գոյություն ունեցող ոռոգման համակարգը չի կարողանում ճիշտ ապահովել եւ առանց կորուստների մատակարարել ջուր։ Դրա համար այսօր կառավարության եւ ջրային կոմիտեի մեծագույն խնդիրներից մեկն է ունենալ այնպիսի ոռոգման համակարգ, որը կարողանա ճիշտ սպասարկել։ Նոր տեխնոլոգիաներով ոռոգումը իհարկե բերում է մշակաբույսի ճիշտ աճին եւ բերքի բավականին զգալի մեծ քանակությանը։ Սյունիքի մարզում գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը կառուցվել է 1980-ականներին Որոտան գետի վրա, Հայաստանի խոշորագույն ջրամբարներից մեկն է եւ ունի կարևոր նշանակություն թե մեր երկրի եւ թե տարածաշրջանի համար։ Մենք գյուղացիներին առաջարկում ենք շատ ժամանակ բարձրորակ մշակաբույսեր աճեցնել, սակայն նա խնդիր ունի ոռոգման։ Եթե կարողանում ենք լուծել ոռոգման խնդիրը, հետեւաբար նա ավելի վստահ կարող է որոշել, որ պետք է մշակի նաև բարձրորակ մշակաբույսեր, ինչը իր հերթին կբարձրացնի եկամուտը։ Հայաստան համահայկական հիմնադրամը ավանդական դարձած դրամահավաք արշավի ժամանակ այս անգամ հայտարարեց տարվա խորագիրը կենսունակ համայնքներն են, ոլորտային ուղղությունը ջրամատակարարումը։ Այս համատեքստում նախատեսվում է 3 փուլով վերակառուցել Սպանդարյանի ջրանցքը, որի 70%-ը վթարային վիճակում է։ Արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոտ եւ Շաքի բնակավայրերի 4320 բնակիչ ոռոգման ջրի խնդիր չի ունենա։ Ջրանցքի վերակառուցման արդյունքում ջրամատակարարումը իրականացվելու է 6 գյուղի ջուր է մատակարարվելու մշտապես ոռոգման եւ 2800 հեկտար կմշակվի, այսինքն դա թե գյուղատնտեսական առումով, թե տնտեսական զարգացման առումով, բոլոր առումներով շատ կարեւոր է սահմանային համայնքների զարգացման համար։ Տեսեք, ջրանցքի կառուցումը լուծում է շուրջ 430 ընտանիքի խնդիր։ Շուրջ 3000 հեկտար օղատարածք դառնալու է նորից ոռոգելի։ Դա մեր մարզի համար ահագին լուրջ թիվ է, ես ձեզ վստահեցնում եմ։ Դրամահավաք արշավին միացավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ջրանցքի վերակառուցման համար 50 միլիոն դրամ փոխանցեց։ Այսպիսով հանքարդյունաբերական հսկան այս տարվա միջոցառման խոշոր հանգանակողներից մեկը դարձավ։ Շատ շնորհակալ ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որ մեզ հանգանակել է 50 միլիոն դրամ, ինչը շատ մեծ հանգանակություն է եւ շատ մեծ աջակցություն այդ շատ կարեւոր գործին, որ մենք համախմբվել ենք թե Սփյուռքը, թե հայաստանյան մեր ներկայացուցիչները։ Կարևոր էր նման արձագանքը հենց իրենց կողմից, նաեւ այսինքն այն կոմբինատների, այն կազմակերպությունների կողմից, ովքեր հենց մարզերում են եւ իրենք էլ բացի այն, որ իրենք են զարգացնում, նաեւ աջակցում են մեզ զարգացնելու համայնքները։ Իսկ ինչպիսի տարի է խոստանում մեզ բնությունը, Գագիկ Սուրենյանն ասում է, տեղումնառատ ենք սկսել, մարտին էլ նույն կերպ կշարունակվի։ Հունվար, փետրվար ամիսները եղել են շատ տեղումնառատ, հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև Սյունիքում,
հատկապես փետրվարին հանրապետության հատվածում, հանրապետության առանձին հատվածներում թափվել է նորմայի եռապատիկից քառապատիկի չափ տեղումներ։ Լեռներում կան կուտակված ձյան աղրելի պաշարներ, 3000 մետր բարձրությունների վրա ծովի մակերևույթից հաշված ձյան ծածկը հասնում է 2.5-ից մինչև 3 մետրի, այնպես որ ջրային պաշարների առումով այս տարի կարծես թե ապահովված է։ Վերջին անգամ մարտին այսպիսի տեղումներ եղել են 2022-ին։ Ձնհալն այս տարի մի փոքր ուշացած, բայց ժամանակին կլինի, նշում է Սուրենյանը։ Հերմինե Միքայելյան, Մհեր Մանուչարյան։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով եւ իրականացնում են համակարգչային հափշտակություններ։ Օպերատիվ տեղեկությունների համակողմանի ուսումնասիրության հիման վրա քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ահա մարտի 17-ին քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Համակարգված գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են կիբերհանցագործություններով զբաղվող խմբի անդամներին։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսակարգեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։ Իրավապահները պարզել են, որ խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով, օգտագործելով թվային տիրույթում հայտնի ռոմանտիկ սկամ մեթոդը։ Հանցավոր այս մեխանիզմի հիմքում հոգեբանական ներազդման եւ թվային խաբեության համադրումներ։ Այլ կերպ ասած, խմբի անդամները թաքցնելով իրենց ինքնությունն ու գտնվելու վայրը, ծանոթությունների հավելվածներում, ինչպես նաեւ Telegram եւ WhatsApp հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ, նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։ Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել էին Telegram հավելվածի տարբեր զրուցարաններում։ Շահելով քաղաքացիների վստահությունը, հանցավոր խմբի անդամները տարբեր պատրվակներով նրանց ուղղորդել էին կեղծ ֆիշինգային կայքեր, որոնք քողարկված են եղել որպես առցանց գնումների հարթակներ։ Արդյունքում չարաշահելով նրանց հուզական վիճակն ու վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ, հափշտակելով ֆինանսական միջոցները։ Պարզվել է նաև, որ հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում եւ այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի։ Ներկայումս իրականացվում են վարույթային գործողություններ, հանցավոր գործունեությունը իրականացնող խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ծառայությունների եւ ենթակա ստորաբաժանումների միջև համագործակցության ամրապնդման նպատակով մարտի 9-ից 13-ն անցկացվել է եռափուլ վերապատրաստման դասընթաց։ Հնգօրյա դասընթացը ներառել է տեսական եւ գործնական փուլեր։ Տեսական փուլի ընթացքում ծրագրի խորհրդատուն մասնակիցներին ներկայացրել է միջազգային փորձը, տեղեկատվության օպերատիվ փոխանցման եւ արձագանքող ծառայությունների փոխգործակցության վերաբերյալ։ Ծավալվել է ակտիվ քննարկում։ Վերապատրաստման հաջորդ փուլում ծառայողները կատարել են թիմային աշխատանք, մոդելավորելով ճգնաժամային իրավիճակում իրենց համատեղ գործողությունները։ Երրորդ փուլում գիտելիքները կիրառվել են գործնականում։ Ըստ սցենարի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դպրոցում ռումբ է տեղադրել եւ պատանդներ վերցրել։ Ահազանգը անմիջապես փոխանցվել է համապատասխան ստորաբաժանումներին։ Դպրոցի դիմաց ստեղծված իրարանցման պայմաններում պարեկային ծառայողները սահմանափակել են լրագրողների մուտքը, փրկարարներն ու պարեկները սահմանազատում են տարածքը, ստուգում դասարանները, հայտնաբերում ու ձերբակալում կասկածյալին, տուժածին ցուցաբերում առաջին օգնություն, իսկ սակրավորական խումբը վնասազերծում է ռումբը։
կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացը կազմակերպվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Արդարադատության դեպարտամենտի EasyTap ծրագրի կողմից։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին քննչական կոմիտեի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Արարատի մարզի պարեկային ծառայողների հետ։ Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ գրելու եւ իրացնելու կասկածանքով Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ձերբակալվեց 50-ամյա մի տղամարդ։ Նրա վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Դատարանի որոշմամբ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց 9 կիլոգրամ մարիխուանայով փաթեթ։ Տղամարդը կալանավորվել է նախաքննությամբ, հանգամանքները պարզվում են։ Մարտի 7-ի առավոտյան համայնքային ոստիկանության հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ գիշերը տեխնիկական միջոց գործադրելով բացել են հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի պատուհանն ու դասասենյակից գողացել հարվածային գործիք, էլեկտրական 4 տաքացուցիչ եւ այլ պարագաներ։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է 57-ամյա մի տղամարդ։ Մարտի 9-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, խոստովանեց արարքն ու ներկայացվեց նախաքննական մարմին։ Գողոնը հայտնաբերվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Համացանցում տեսանյութեր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է BMW-ի վարորդը խցանման ժամանակ դուրս եկել հանդիպակաց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Երևանի գնդի պարեկները մեքենան հայտնաբերել են։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։